Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին քննարկելու ենք շատ կարևոր եւ հետաքրքիր փաստաթուղթ՝ Միացյալ Նահանգների հետախուզության միավորումը, եւ այդտեղ մտնում են տարբեր հետախուզական ծառայություններ Միացյալ Նահանգների, հրապարակել է իր 2026 թվականի տարեկան վտանգների գնահատականը, այսպես է կոչվում այս փաստաթուղթը, եւ իհարկե շատ կարևոր, հետաքրքիր եւ մեծ նշանակություն ունեցող փաստաթուղթ է, օրերս է հրապարակվել։ Ես իհարկե մանրամասն ուսումնասիրել եմ այս փաստաթուղթը, հատկապես ինձ հետաքրքրում էր Հայաստանի հետ կապված հարցերը եւ այդպես ուղիղ, որ Հայաստանի հարցը այդտեղ նաև քննարկվում է, դա իր կարևորությունը ունի, որովհետև ասեմ ձեզ ուղիղ խոսքին, որ նույն Վրաստանի հարցը այս փաստաթղթում առհասարակ չկա, իսկ Հայաստանը կա եւ կարևոր ձևով է նշված։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, արեք փաստաթուղթ վերլուծելը սկսենք հենց Հայաստանից։ Ես կոնկրետ կընթերցեմ հայկական հատվածը, մեծ չէ, բայց կարևոր է, որ հենց լավ հասկանանք բովանդակությունը այդ հատվածի։ Եվ այդտեղ սկսում է Եվրասիայի ուղղությամբ, երբ քննարկում է տեղի ունենում ռիսկերի, մենք խոսենք ամբողջությամբ ձեր հետ միասին Հայաստանից հետո արդեն փաստաթղթի մասին եւ բոլոր այն ուղղությունների, հարցերի մասին, որը փաստաթղթում նշված է, եւ միասին կվերլուծենք ամբողջ փաստաթուղթը, համոզված եմ, որ դա հետաքրքիր կլինի ձեր համար, բայց մինչեւ այդ սկսենք հենց Հայաստանից եւ Եվրասիայի բաժնում նշված է, որ Միացյալ Նահանգների կողմից աջակցված խաղաղության գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ստեղծել է հնարավորություն, տեսեք ուշադրություն, ստեղծել է հնարավորություն ապահովել երկու պետության միջև խաղաղության պայմանագիր եւ երկարաժամկետ խաղաղություն, այսպես է նշվում, եւ դա նաեւ իր ներդրումն է ունեցել այդ գագաթնաժողովը տարածաշրջանային կայունության աճի ուղղությամբ։ Արդյունքները խաղաղության գագաթնաժողովի նաեւ ներառում են խաղաղության փաստաթղթի համաձայնությունը, որը տեղի է ունեցել, եւ նաեւ ծրագիրը ստեղծել Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար TRIP-ը, որը կլինի Միացյալ Նահանգների կառավարման տակ եւ կկապի Ադրբեջանը իր էքսկլավ Նախճիվանի հետ Հայաստանի հարավի տարածքով, բացելով առևտուրը երկու ազգերի համար եւ տարածաշրջանի համար։ Շատ կարևոր, տեսեք, առաջի հերթին այստեղ նշվում է, որ սա բացելու է առևտուր երկու ազգերի համար, այսինքն ուղիղ նշվում է, որ TRIP-ը դա ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի համար հնարավորություն է, եւ որ կապելով Ադրբեջանը եւ իր էքսկլավ Նախիջևանը, այս դեպքում մենք նաեւ տեսնում ենք, որ Հայաստանն էլ ստանում է այս նույն ուրեմն առևտրի զարգացումը, որը այստեղ նշված է։ Բացի դրանից, հետաքրքիր այն է, որ այս խաղաղության հնարավոր օրակարգը, որի մասին ասվում է, ներառում է ինչպես խաղաղության պայմանագիրը, այդպես էլ հենց TRIP-ը, որը անբաժանելի մաս է սրա, եւ այդտեղ նշվում է, որ Միացյալ Նահանգներն են կառավարելու սա, դա էլ շատ կարևոր է, տեսեք։ Բացի այդ նշված է այստեղ եւ այն կեղծիքները, որը նաեւ տարածվում են հայկական դաշտում, նաեւ իր դերը ունեն, նկատի ունեմ միջանցքի տրամադրելու, նկատի ունեմ Թուրքիայի այստեղ դերի եւ այլն։ Միացյալ Նահանգները հետախուզությունը Միացյալ Նահանգների ուղիղ գրում է, կառավարվելու է Միացյալ Նահանգների կողմից։ Շարունակում ենք, այս զարգացումները կարևոր փոփոխություն են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ 2020 եւ 23 թվականների Ադրբեջանի զինված ուժերը վերցրել են վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղի շրջանը, էթնիկ հայկական բնակչության վերահսկողության տակ, որը գտնվում էր եւ աջակցված էր Երևանի կողմից։ Օգոստոսի 8-ից հետո կողմերը ցույց են տալիս իրենց նաեւ ցանկությունը օգտագործել այս պահը, որը ստեղծվել է խաղաղության գագաթնաժողովի հետևանքով։ Ավելի լայն խաղաղության գործընթացը նաեւ ներառում է
ընդհանուր զարգացումներ եւ հետաքրքիր է այստեղ, որ նշվում է այս պայդրությամբ կրակը սահմանի վրա կամ այսպես ասենք զինադադարի խախտումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նվազել են եւ փաստացի դարել են 0, այսինքն այլևս գոյություն չունեն փաստացի, այդպես է նշված։ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը բացել է հանել է սահմանափակումները դեպի Հայաստան տրանզիտի համար, մի քայլ, որը վարչապետ Հայաստանի Նիկոլ Փաշինյանը նաև գնահատել է եւ նույն տրամաբանությունով է առաջարկել գործելը։ Ուստի տեսեք, այստեղ ինչքանով է Միացյալ Նահանգները գնահատում այն, որ նույն վարչապետ Փաշինյանը կոնկրետ առաջարկություն է արել բացել խոսքին Գորիսից եկող ճանապարհը Մարգարա կամուրջով եւ առաջարկել է այդ նաեւ հնարավորությունը։ Տեսեք ինչ ճիշտ դիվանագիտական քայլ էր, որ սա ներառվում է, որ Հայաստանը նույն տրամաբանությամբ առաջարկել է Ադրբեջանին հնարավորություններ։ Դրանից հետո Ադրբեջանը նաև բացել է դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարում եւ իր տարածքով նաև ցորենի եւ ուրիշ մատակարարումներ։ Նաև պետք է ասել, եւ դրանից հետո վերջի արդեն հատվածը նշում է, որ կան խնդիրներ խաղաղության պայմանագիրը ստորագրելու վերջնական ստորագրության ուղղությամբ։ Նախագահ եւ այստեղ ասվում է, որ օրինակ, այսինքն մեկ օրինակ է բերվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը հանելով, նշում է, հղումը անկախության հռչակագրի վրա, որը ինքը գնահատում է ինչպես Ղարաբաղի հանդեպ նկրտում, որ Ղարաբաղը Հայաստանի տարածք է եւ քայլը, որը պետք ուրեմն այս քայլը ստիպում է անհրաժեշտություն, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, որի անցումը, այսինքն որի փոփոխությունը, ռեֆերենդումը, ուրեմն այդ քվեարկությունը հանրային երաշխավորված չէ, նշվում է այստեղ։ Այսինքն հետախուզական ծառայությունը Միացյալ Նահանգների մի կողմից եւ արեք վերլուծենք, հիմա արդեն տեքստը հասկանալի է, մի կողմից ասում է հարգելի հայրենակիցներ, շատ բացահայտ եւ կարեւոր այստեղ ուղղություն, որ սա հնարավորություն է, այլ ոչ թե երաշխավորված հարց, որ այստեղ Միացյալ Նահանգները կլինեն, որ երկու ազգերը հավասար օգուտ կքաղեն այստեղից եւ որ այս պայդրությամբ փաստացի զրոյացվել է Միացյալ Նահանգների ջանքով առաջի հերթին որևէ ուրեմն հրադադարի խախտում, կրակոտ սահմանին եւ այլն։ Նաև այստեղ նշվում է այն դրական գործընթացների մասին, որը կա երկկողմ հարաբերություններում, նկատի ունենալով մատակարարումները եւ տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես գործնային այսպիսի քայլ, բայց ընդգծվում է, որ այդ խնդիրը մնում է օրակարգում, սահմանադրության խնդիրը, եւ դա իրոք խնդիր է, որովհետեւ այն հղումը անկախության հռչակագրում այդ գաղափարը, որը բերվել է, փաստացի ինչ որ առումով հայկական պետության հիմքում այսպիսի ական է դրված, որովհետև եթե Հայաստանը տարածքային պահանջ ունի որևէ հարևան պետության հանդեպ, ապա դա հայկական պետության ինքնիշխանության, անկախության, պետականության դեմ հենց ական է եւ շատ վտանգավոր գործընթաց։ Ուստի մի կողմից այստեղ նշվում է դրա կարևորությունը այդ խնդիրը լուծելու, մյուս կողմից գրվում է, որ այս ուրեմն սահմանադրությունը փոխելու գործընթացը երաշխավորված չէ եւ սա ես կարծում եմ, որ շատ կարեւոր նաեւ հղում է, զգուշացում է նաեւ բոլորի համար, որովհետեւ այս հանրաքվեի հետևանքները ուրեմն հստակ չեն եւ ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ փաստացի նույն Միացյալ Նահանգների հետախուզությունը հասկանում է, որ ինչքան բարդ հարց է, երբ հանրաքվեով պետք է փոխես սահմանադրությունը։ Ես կարծում եմ, որ հենց այդտեղից է գալի որոշումը, որ այս ընտրությունների ընթացքում չլինի հանրաքվեով զուգահեռ հանրաքվե եւ ընտրություններով ապահովի ժողովուրդը քաղաքացիական պայմանագրի իշխանությունի շարունակությունը եւ հետո արդեն հանրաքվեով ամրապնդվի կոնկրետ նոր սահմանադրության ընդունումը, ինչը շատ կարեւոր է այն նպատակով, որ այս գործընթացը
հասնի իր վերջնական նպատակին, որովհետև Միացյալ Նահանգները փաստացի այստեղ ռիսկեր են տեսնում եւ իհարկե ակնհայտ է, որ եթե իշխանապողություն տեղի ունենա, որի ուղղությամբ կարելի է ուղիղ ասել, որ այստեղ չի երևում ռիսկեր, ապա դա խնդիր կլիներ, բայց նույնիսկ երաշխավորված չէ սահմանադրության փոփոխությունը։ Այստեղ կարևոր է ժողովրդի մասնակցությունը, կարևոր է ընկալումը նաև այս հարցերի եւ կարևոր է նաև իհարկե հասկանալ, որ սահմանադրության փոփոխությունները կապ ունեն բոլոր միջև այդ նշված գործընթացների հետ՝ սահմանի բացում, թրիփի իրականացում, թրիփի ներքո ներդրումներ, միջանցքի հարցի օրակարգից հանում, տնտեսական կապերի ապահովում, խաղաղություն սահմանի վրա, այդ ամենը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրության հատվածն է։ Եվ ես կարծում եմ, Միացյալ Նահանգները սրանով նաև հարգելի հայրենակիցներ մեր հանրությանը ուղղում է ուղերձ։ Այո, մենք երեք ձեր հետ միասին քննարկեցինք, որ Եվրոպական միությունն է ուղղում այսպիսի ուղերձ հայ հանրությանը Մարտակոսի այցի ընթացքում, հիմա արդեն Միացյալ Նահանգներն էլ են այս իրենց կարևոր փաստաթղթով ուղղում ուղերձ հայ ժողովուրդ, կա այսպիսի հնարավորություն պատմական, որ դուրս գանք եւ դա այստեղ հստակ նշվում է, որ փոխվել է դինամիկան հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Հիշում եք, իմ ալիքում անցյալ տարի, նախանցյալ տարի նաև ես գլխավոր առումով անցյալ տարվա երկու վերլուծություն եմ այդպիսի պատրաստել Թրամփի նախազգուշացումները Ալիևին եւ շատ դիտումներ է հավաքել, ամենաշատերից մեկը ալիքում, եւ ես ձեզ բացահայտ ասում եմ, հարգելի հայրենակիցներ, որ Թրամփը Միացյալ Նահանգները զգուշացնում են Ալիևին, որ հանկարծ չգնա սխալ սցենարով։ Եվ ասեմ ձեզ ուղիղ, որ դրա հետևանք է այս ամենը, եւ հիմա մենք եկել ենք իրավիճակի, երբ Միացյալ Նահանգները իրենց պարտականությունները կատարեցին, խաղաղությունը փաստ է, ենթակառուցվածքների բացումը փաստ, եւ դինամիկան հարաբերություններում իրոք փոխվել է, բայց հայ ժողովուրդը պետք է ընտրի, արդյոք գոհ է սրանից։ Եթե ոչ, ապա հարցը նրանում է, վարչապետ Փաշինյանը կարծում եմ այդքան էլ դիվանագիտական ձևով դա չասաց ներքին հանրությանը, եւ ես իրոք չեմ համարում, որ պետք է ժամկետներ ասվեր, բայց այն, որ հակամարտության տրամաբանությունը կվերադառնա, եթե Հայաստանում կոնկրետ, ես չեմ ասում, տեսեք, վարչապետը նաև սխալ իմ պատկերացումով բառեր օգտագործեց եւ ասեց ընդդիմություն։ Առաջերտին արեք բաժանենք ընդդիմությունը եւ ռուսական գործակալներին իրարից։ Խնդիրը հենց դրանում է, պարոն վարչապետ, որ այսօր նաև ինչ որ առումով այդ ռուսական գործակալներին հարմար է ընկալել ընդդիմություն, բայց իրանք ընդդիմություն չեն։ Իրանք գործակալ են, գործակալական ցանց են օտարերկրյա եւ իրենց սահմանափակել հնարավորությունը առհասարակ քաղաքական դաշտում մասնակցելը օրհասական հարց է։ Իսկ ընդդիմությունը իրական պետք է լինի եւ ընդդիմությունը ուրեմն պատերազմի կողմնակից չէ, որովհետեւ իրական ընդդիմությունը նույն այս թրիփի, նույն այս խաղաղության աջակից է։ Դա չի նշանակում, որ այդ ընդդիմությունը բոլոր հարցերում պետք է քաղաքացիական պայմանագրի մոտ նման մոտեցումներ ունենա, բայց հասկանալի է, որ սա այս գործընթացը, այս խաղաղությունը թրիփը չէ եւ չպետք է լինի միայն քաղաքացիական պայմանագրի գաղափարը կամ ծրագիրը, որովհետեւ սա ազգային ծրագիր է, սա որևէ կուսակցության չի պատկանում եւ սա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների երկար ժամկետով ռազմաքաղաքական դաշնակցության ծրագիր է, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության, որը աջակցվում է հայ ժողովրդի կողմից, այլ ոչ թե զուտ մեկ կամ մի քանի կուսակցության աջակիցների կողմից, ուստի ես կարծում եմ սա շատ կարևոր հարց էր, որ մենք նաև ընդգծեինք ձեր հետ միասին եւ համոզված եմ հարգելի հայրենակիցներ, դուք ձեր եզրակացությունները եք հիմա այստեղից արդեն ունենում, թե ինչ է այս ամենը նշանակում, եմ կարծում եմ ամեն ինչ պարզ է։ Մինչև անցնենք այս փաստաթղթի ուրիշ հատվածներին, մեծ փաստաթղթը իհարկե 34 էջից է բաղկացած, բայց ես կարճ շատ կարճ ձեր համար նկատի ունեմ, բոլոր թեմաներին կանրադառնամ, բայց կարճ այն առումով, որ չեմ խորանա բոլոր այդ հարցերում, ուղղակի հասկանալի լինի ինչ հարցեր է Միացյալ Նահանգները իրենց հետախուզության ծառայությունը համարում ամենակարևորը այս պայծրությամբ աշխարհում,
Այս ամենը կարևոր է, որ քննարկենք։ Ուստի մինչև անցնելը այդ հատվածին մեր այսօրվա վերլուծության, հարգելի այնակիցներ, կոչ եմ անում ձեզ անպայման աջակցեք ալիքին, լայքելով այս վերլուծությունը, գրելով ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես միշտ կարդում եմ, արձագանքում եմ, նաև բաժանորդագրվելով եւ դուք կարող եք նաև միանալ ալիքին կամ անգլերեն տարբերակով join է կոչվում եւ դառնալ ալիքի անդամ եւ դրանով աջակցել ալիքի կայուն զարգացմանը եւ միևնույն ժամանակ ստանալ հավելյալ վերլուծությունների հանդեպ հասանելիություն եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ով դա անում են։ Նոր ենք սկսել այս ծրագիրը, բայց արդեն կան մարդիկ, ով միացել են եւ ես շատ գոհ եմ եւ շնորհակալ եմ ձեզ եւ համոզված եմ, որ մեր շարքերը այս ալիքի աջակիցների ել ավելի կաճի ձեր շնորհիվ եւ անցնենք արդեն հարգելի այնակիցներ հենց բուն ամբողջ այս փաստաթղթի վերլուծությանը։ Սկսենք նրանից, որ հարցերը սկսվում են իրականում ներքին անվտանգությունով Միացյալ Նահանգների, կոչվում է հայրենիք եւ հայրենիքի անվտանգության հարցեր եւ առաջինը սկսվում է սահմանային անվտանգությունից, դա վերաբերվում է ուրեմն արգելված միջոցներ, YouTube-ում ստիպված եմ այսպես ասեմ, սահմանում անցկացնելու փորձերի ուղղությամբ, հատկապես Մեքսիկայից եւ ուրիշ շրջաններից եւ այդ ուղղությամբ քայլերի կարեւորությունն է ընդգծված, նաեւ կրիմինալ այսպիսի խմբավորումների սահմանափակումը տարբեր խմբերի, հատկապես հենց Ամերիկայի մայրցամաքում, դա օրակարգային հարց է, այդ թվում Վենեսուելայի ուղղությունով եւ Վենեսուելայի ուղղությունով այդ պատճառով էր, որ հենց հատուկ գործողություններ են վարվել։ Միգրացիոն ուղղությունը շատ կարևոր է, Միացյալ Նահանգները համարում է օրակարգային, որ ապահովի իր սահմանների անվտանգությունը եւ այնպես անի, որ ոչ օրինական չկարողանա որևէ մեկը գալ մնալ Միացյալ Նահանգներում։ Ահաբեկչությունը կարևորագույն հարց է մնում օրակարգում, այդ թվում ուրեմն Դաեշը, Իսլամական պետություն, տերորիստական խմբավորումը, Ալ-Կաիդան եւ ուրիշ տերորիստական խմբավորումները, այդ ամենը մնում է օրակարգում եւ իսլամիստական գաղափարախոսությունը, որը տեսնում ենք նաև, ասում է այստեղ փաստաթղթում, եղբայր մուսուլմանների դեպքում էլ շատ մոտ է իրականում Համասի եւ Հիզբոլլահի մոտեցումներին ֆունդամենտալ այսպես սպառնալիք են ներկայացնում արևմտյան աշխարհակրթության համար եւ սա շատ կարեւոր ընդգծում է, այսինքն հենց դա է, որ իսլամիստական մոտեցումները, որոնք գաղափարները քաղաքական օրակարգ ունեն եւ շատ կարեւոր է, հետաքրքիր է, որ խոսքի նույն մենք տեսնում ենք այստեղ եւ իրենց նպատակն է բացահայտ գրվում է, տեսեք, որ ապահովել շարիայի իշխանությունը, այսինքն իսլամական կրոնի եւ կրոնական իշխանությունը եւ ձևավորել իսլամիստական խալիֆատ։ Հարգելի այնակիցներ, մենք սրա մասին ձեր հետ հաճախ ենք խոսում եւ ասում ենք հենց այն, որ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից այսպիսի քայլեր, այո, Սիրիայի ուղղությունով մենք տեսանք Սիրիայում ակտիվությունը նաեւ խմբերի, իսկ երբ հարցը ուրեմն կոնկրետ անդրադառնում ենք մենք եղբայր մուսուլմաններին, այս Muslim Brotherhood կազմակերպությանը, ապա այդտեղ պետք է ասել, իսկ ով է առաջնորդը այդ կազմակերպության։ Այդ կազմակերպությունը տարբերվում է տերորիստական խմբավորումներից, որովհետև տերորիստական խմբավորում չէ։ Եվ իր առաջնորդը փաստացի այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, Թուրքիայի նախագահը, ներկայացուցիչներից մեկը եւ ամենաբարձր պաշտոնյան։ Այսինքն եղբայր ուրեմն մուսուլման եղբայրների այս կառույցը ինքը տարբերվում է Համասից եւ Հեզբոլլահից։ Սուննի է իհարկե, Համասի պես, Հեզբոլլահը շիա է, բայց ինքը շատ ավելի նման է Իրանի մոտեցումներին եւ օրակարգին։ Ուստի բացահայտ այստեղ ասվում է, որ Սաուդյան Արաբիայի հետ միասին Թուրքիայի, Կատարի, Եգիպտոսի մի քանի այդ պետության, Պակիստանի նաև քայլերը, որոնք կարող է ուղղված լինեն իսլամիստական խալիֆատ ձևավորելու, որի առաջնորդը վերջինը թուրքական առաջնորդն էր, խալիֆը, Օսմանյան կայսրության ժամանակ, եւ մենք ապրել ենք ձեր հետ միասին մեր նախնիները իսլամական պետությունում, խալիֆատում, չմոռանանք դա,
ապա Միացյալ Նահանգները համարում է, որ դա ամենամեծ վտանգն է արևմտյան հիմնադիր վտանգ է ներկայացնում արևմտյան աշխարհակրթական համակարգի համար, որի մաս ենք նաև մենք։ Բա ինչի ենք ասում, որ պետք է այս մաս լինենք այս արևմտյան աշխարհակրթական համակարգի, որովհետև որ պաշտպանենք մեզ այս վտանգներից եւ այդ դեպքում մեր դեմ քայլերը նաև կլինի այս համակարգում, այս գաղափարում ընդգրկված։ Ուստի սա շատ կարևոր է եւ այստեղից է գալի նաև Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության հետ մեր դաշնակցությունը։ Պատճառը պարզ է, որովհետև Ռուսաստանը այլ արևմտյան աշխարհակրթական համակարգի մաս չէ եւ չի ուզում լինել։ Հակառակը արևմտյան աշխարհակրթական համակարգը համարում է թշնամի Ռուսաստանը եւ դրանով շատ ավելի մոտ է իրականում այդ նաև այդ կոնկրետ իսլամիստական խալիֆատի գաղափարին, որի Ռուսաստանի կես տարածքում մուսուլմաններ են ապրում, որը նաև Ռուսաստանը կարող է ինքը այս խալիֆատի գաղափարը համարի, որ Ռուսաստանի տարածքների մի մասը պետք է իր ներսում լինեն, Դաղեստան, Հյուսիսային Կովկաս եւ այլն, Բաշկերտստան, Տատարստան եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը օրակարգում է։ Դրանից հետո պետք է ասել, որ Միացյալ Նահանգները վարում են ըստ իրենց կարևորագույն ուրեմն գործողություններ իսլամիստական այդ տերորիստական խմբավորումների ոչնչացման ուղղությունով գործընկերների հետ միասին եւ գլխավոր ուղղություններն են Իրաքը, Պակիստանը, Սոմալին, Սիրիան։ Բացի դրանից Ալ-Կաիդայի ուղղությունով էլ քայլեր են անում եւ իսլամական պետության ուղղությամբ էլ եւ շարունակելու են այս ամենը ուրեմն ջիհադիստական գաղափարները ներկայացնում են հակաարևմտյան լրջագույն վտանգներ եւ շարունակելու են դա եւ իհարկե զուգահեռ դրա քննարկելու են Միացյալ Նահանգներ Իսրայել-Իրան հակամարտության, որը հիմա տեղի է ունենում, հնարավոր ազդեցությունը համաշխարհային ահաբեկչության վրա, այսինքն վտանգներ կա ըստ Միացյալ Նահանգների, որ կարող է աճի ահաբեկչության դեպքերը աշխարհում այս պատճառով։ Դրանից հետո արդեն նշվում է հայրենիքի պաշտպանություն, այսպիսի բաժին է գալիս, որտեղ որ նշվում է, որ Միացյալ Նահանգները ուրեմն պետք է ապահովի իր պետության անվտանգությունը միջուկային կոնկրետ սպառնալիքներից եւ այս ուղղությամբ Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի եւ Պակիստանի զարգացնում են նոր հնարավորություններ ուրեմն միջուկային ծրագրի, որոնք կարող են հարվածել հայրենիքին, նշված է այստեղ։ Եվ այս պայծրությամբ 3000 կոնկրետ հրթիռ կա, իսկ մինչև 2035 թիվը այդ հրթիռների քանակը կաճի մինչև 16000 հարգելի այրնակիցներ։ Ես ուզում եմ ուղիղ այստեղ եւ շատ անկեղծ ձեզ ասեմ, որ տեսեք, այստեղ նշված է կոնկրետ Չինաստան, Ռուսաստան, Հյուսիսային Կորեա, Իրան, Պակիստան։ Այստեղ նշված չէ Հնդկաստանը, որը ունի միջուկային զենք, այստեղ նշված չէ Ֆրանսիան, որը ունի միջուկային զենք, Միացյալ Թագավորությունը եւ Իսրայելը։ Բոլոր այդ 4-ը նաեւ ունեն միջուկային զենք։ Այսինքն Միացյալ Նահանգները միջուկային զենքի առումով վտանգ է տեսնում կոնկրետ 5 պետությունից՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան, Պակիստան։ Եվ հարգելի այրնակիցներ, սա ինչ է նշանակում մեր համար։ Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը նույն այն նախկին թեման, որը նոր քննարկեցինք, եթե ուզում է լինել արևմտյան աշխարհակրթական համակարգի մաս, ապա չի կարող լինել Միացյալ Նահանգների թշնամիների դաշնակից։ Կարող է ունենալ նորմալ հարաբերություններ, բայց չի կարող լինել թշնամիների դաշնակից։ Ոչ Չինաստանի դաշնակից, ոչ Ռուսաստանի դաշնակից, ոչ Իրանի այսօրվա ձևաչափով, նկատի ունեմ իսլամիստական ռեժիմը, որը այնտեղ կա, ոչ էլ Պակիստանի հարգելի այրնակիցներ։ Բայց ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մենք Հնդկաստանի հետ համագործակցելով եւս ճիշտ ուղի ենք ընտրել, իսկ Ադրբեջանը, Թուրքիան նաեւ շատ մտածելու տեղ ունեն, որովհետեւ իրենց դաշնակից Պակիստանը նշվում է ինչպես վտանգ այստեղ, հնարավոր վտանգ։ Ամեն դեպքում դա շատ կարևոր է եւ Միացյալ Նահանգները ունենալու են լուրջ քայլեր այս ուղղությամբ, որ ապահովեն իրենց անվտանգությունը
կոնկրետ այս պետությունների միջուկային հնարավորություններից։ Դուք շատ լավ հասկանում եք, ես ինչ նկատի ունեմ, այդ թվում Իրանի ուղղությամբ հիմա տեղի է ունենում, բա Պակիստանի ուղղությամբ ինչ կլինի։ Դա նաև հետաքրքիր հարց է։ Արկտիկական ուղղությունը։ Այստեղ նշվում է, որ Ռուսաստանը այդտեղ մեծ ներդրումներ եւ ուղղություններ ունի, բայց Ռուսաստանը նաև այդտեղ տեսնում է, որ Միացյալ Նահանգները մրցակից է եւ ընկալում է ինչպես մրցակից։ Չինաստանը փորձում է նաև ներգրավել այդ ուղղությամբ, բայց իր հնարավորությունները նաև սահմանափակ են եւ պետք է ասել, որ Ռուսաստանը այդտեղ ունի միջուկային հնարավորություններ, բալիստիկ հրթիռներ եւ այլն, եւ ուրեմն ըստ Միացյալ Նահանգների Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում սահմանափակել է իր հնարավորությունները Արկտիկայի ուղղությունով ել ավելի մեծ ներդրումներ եւ քայլեր կատարի եւ փաստացի այստեղ նշվում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայությունը Արկտիկայում կարևորագույն վտանգ է նաեւ Միացյալ Նահանգների համար։ Հետո արդեն տեխնոլոգիական վտանգներն են նշվում, արհեստական բանականություն։ Այս ուղղությամբ նշվում է, որ 21-րդ դարը լինելու է արհեստական բանականության դար եւ Միացյալ Նահանգները պետք է լինեն առաջատար պետություն այս ուղղությամբ։ Վտանգը գալիս է միայն Չինաստանից, որ Չինաստանը կարող է մրցակցել այս ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ, ուրիշ պետություններից վտանգը փաստացի իրատեսական չի համարվում։ Նույն ուղղությամբ ուրեմն համակարգիչների զարգացման ուրեմն հարցնել է օրակարգում դրված, կոնկրետ քվանտային համակարգիչների մասին է խոսքը եւ այստեղ փաստացի ասվում է, որ Միացյալ Նահանգները նաեւ մրցակցում է առաջերտին այդ Չինաստանի հետ, որովհետեւ ուրիշ ստեղծողները Եվրոպական միությունը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը դաշնակիցներ են Միացյալ Նահանգների համար։ Հետո արդեն խոսվում է ուրիշ վտանգների մասին, այդ թվում ռազմական կոնկրետ եւ խոսվում է արդեն նրա մասին, որ ռազմական հակամարտությունների քանակը աշխարհում շարունակում է աճել եւ ամեն տարի ուրեմն աճում է 61 ակտիվ հակամարտություն կա այս պահի դրությամբ աշխարհում եւ կոնկրետ մահվան դեպքերը տարեկան հասել են մինչև 130,000-ի, շատ դեպքերում արդեն բարձր ուրեմն ցուցանիշներ են եւ այստեղ մենք տեսնում ենք, որ եւ նաեւ նշվում է, որ Պեկինը եւ Մոսկվան համարում են Վաշինգտոնին եւ իր դաշնակիցներին ինչպես թշնամի եւ ունեն հակամարտության տրամաբանություն Վաշինգտոնի եւ Պեկինի կողմից Եվրոպայի եւ Ասիա խաղաղօվկիանոսի ուղղությամբ Միացյալ Նահանգների շահերի դեմ։ Բացի դրանից, այնպիսի պետությունների, ինչպիսին է Եգիպտոս, Իսրայել, Պակիստան, Թուրքիա եւ Միացյալ Արաբական Էմիրություններ տարբեր միջոցներով հարվածների, պրոքսի խմբերի եւ սեփական զինված ուժերի կողմից կարող են նաեւ սկսվել տարբեր հակամարտություններ եւ պատերազմներ։ Բացի դրանից պետք է ասել, որ նշվում է այստեղ, որ փոփոխություն է տեղի ունենում ֆունդամենտալ ուղղություններով եւ տեխնոլոգիական հնարավորությունները շատ լուրջ փոխում են պատերազմի բնույթը։ Հետո արդեն խոսվում է տիեզերական տեխնոլոգիաների մասին եւ այստեղ նաեւ նշվում է, որ միայն Չինաստանն է իրականում մրցակից Միացյալ Նահանգների համար, Ռուսաստանը արդեն այդ մրցակցության հնարավորությունները չունի եւ Ռուսաստանի ուղղությունները լուրջ սահմանափակվել են։ Միացյալ Նահանգները պետք է մեծ ներդրումներ անի այս ուղղությամբ, որ ապահովի իր հնարավորությունները եւ դա նաեւ կարեւոր է, որովհետեւ Ռուսաստանը զարգացնում է նոր հնարավորություններ, որ հարվածներ կարողանա հասցնի նաեւ տիեզերքում կոնկրետ։ Եվ Ռուսաստանից էլ վտանգները մնում են, բայց առաջինը հենց Չինաստանն է։ Կիբերանվտանգությունը Չինաստան, Ռուսաստան, Իրան, Հյուսիսային Կորեա, ուրեմն այդ պետություններից է գալի գլխավոր կիբերանվտանգության սպառնալիքները Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Բացի դրանից, հետո արդեն խոսք է գնում տարածաշրջանային վտանգների մասին եւ առաջերտի նշվում է կոնկրետ ամերիկյան մայրցամաքը, որտեղ որ Վենեսուելայի հարցն է օրակարգում դրված եւ կարծես լուծել են այդ Վենեսուելայի հարցը, հենց տարվա սկզբում դա էր տեղի ունենում, իսկ այս զեկույցը օրերս դուրս է եկել մարտի 18-ին փաստացի։
18-19-ին, եւ պետք է ասել Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայությունը Լատինական Ամերիկայում սպառնալիք է Միացյալ Նահանգների շահերի համար։ Հետո գալիս է ասիական ուղղությունը, այստեղ մանրամասն վերլուծվում է Չինաստանի դերը, եւ ասվում է, որ Չինաստանը ընկալում է Միացյալ Նահանգներին ինչպես թշնամի, եւ Չինաստանը փորձելու է այնպես անել, որ նաեւ ապահովի իր անվտանգությունը եւ շահերը եւ նվազեցնի Միացյալ Նահանգների ազդեցությունը, եւ սա նաեւ շատ կարեւոր ընդգծում է։ Բացի դրանից Չինաստանը խորացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ դա ուղղված է նաեւ կոնկրետ Միացյալ Նահանգների դեմ, այստեղ նշվում է։ Թայվանի հարցը, որ փորձելու է Պեկինը շարունակել այս թեման եւ օրակարգում պահել նաեւ ինչպես քաղաքական, այդպես էլ ռազմական լուծումները, եւ ուրեմն պետք է պատրաստ լինի նրա համար Միացյալ Նահանգները, որ կարող են նաև ներխուժել այս պատերազմի մեջ, եթե այդպիսի պատերազմ սկսվի, դա փաստացի շատ կարևոր այստեղ ընդգծում է այդ ուղղությամբ։ Հարավչինական ծովում նաև լուրջ խնդիրներ կան, եւ այդտեղ էլ նաև հակամարտության պատճառներ կան, տարբեր կղզիներ, փոքր եւ այլն, այդ հարցը նաև օրակարգում է, դա գիտենք, իրականում եւս մեկ այդպիսի խնդրահարույց ուղղություն է։ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացումը, որի մասին մենք ձեր հետ խոսել ենք, նաև լուրջ հարց է օրակարգում եւ մնալու է նաև խնդրահարույց հարցերի շուրջ։ Հյուսիսային Կորեան առանձին է նշված ինչպես լրջագույն վտանգ, այդ թվում իր հենց միջուկային ծրագրի զարգացման ուղղությամբ եւ դա իր դերը ունի։ Եվրոպական միությունում պետք է ասել, որ Միացյալ Նահանգները ասում են, որ կարևորագույն դեր ունի Եվրոպական միությունը տնտեսական եւ ռազմական ուղղությամբ Միացյալ Նահանգների համար եւ որ տեսնում են, որ եվրոպական առաջնորդները սկսել են ել ավելի լուրջ ընկալել անվտանգային հարցերը, դեմոգրաֆական, ուրեմն ժողովրդագրական ուղղությունը նաև լուրջ խնդիրներ է ներկայացնում ըստ իրենց Եվրոպայում եւ փախստականների հարցը նաև կարևորագույն օրակարգ է։ Ռուսաստանը առանձին այստեղ նշվում է, որ Ռուսաստանը փորձելու է նաև շարունակել խնդիրներ ստեղծել Միացյալ Նահանգների շահերի համար եւ այս համատեքստում հարգելի այնակիցներ, սրանից հետո արդեն նշվում է հայ-ադրբեջանական այս համաձայնությունները եւ Ռուսաստանը որտեղ կարող է խնդիրներ ստեղծել Միացյալ Նահանգների շահերի համար, ակնհայտ է հենց Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ եւ նաեւ նշվում է այստեղ հետո ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ որ խոսք է գնում նրա մասին, որ Ռուսաստանը պատկերացնում է, որ կարող է միջև վերջ հաղթանակի հասնել եւ շարունակել իր գործողությունները այդ ուղղությունով, պետք է ասել, որ ըստ իրենց պատերազմի շարունակությունը վտանգներ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար եւ Ռուսաստանը նաեւ փորձելու է օգտագործել այդ իրավիճակը նաեւ տարբեր ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեմ։ Բացի դրանից Ռուսաստանը սպառնում է միջուկային զենք օգտագործելու հավանականությամբ, քայլերով այդ ուղղությամբ եւ դա լուրջ վտանգներ է ստեղծում Միացյալ Նահանգների համար։ Եվ Հյուսիսային Կորեայի ուժերի մասնակցություն նաև վտանգ է։ Մերձավոր Արևելքում իհարկե նշվում է հիմա այս հատուկ գործողությունը Epic Fury-ն, որը տեղի է ունենում, նշվում է Համասի նաև գործողությունները եւ Իսրայելի վրա հարվածը հոկտեմբերի 7-ին 2023 թվականի եւ տեղված այդտեղ իրավիճակը, զարգացումները, սիրիական քրդերի հարցն է այդտեղ նշվում, դրուզերի հարցն է այդտեղ նշվում, Եմենի հարցն է այդտեղ նշվում, հարգելի այլնակիցներ, իհարկե այդ Պալեստինայի հարցն է այդտեղ նշվում եւ խնդիրները այդ ուղղությամբ, Իրանի հարցը իհարկե եւ դա այդ ամենը շատ եւ շատ կարեւոր է եւ կարեւորագույն նշանակություն ունի այս ամբողջ օրակարգում եւ սրա մասին մենք ձեր հետ խոսում ենք։ Իրանի ուղղությունը առանձին թեմա է, դրան ավելանում է նաեւ Աֆրիկան։ Իրանի ուղղությունով ամեն ինչ հասկանալի է, կարծում եմ Աֆրիկայում վտանգները տեսնում են Էբոլայից եւ ուրիշ այդպիսի հիվանդություններ տարածվելու ուղղությամբ, նաեւ իսլամիստական խմբավորումների, այդ թվում Սոմալիայում խոսքին
այդ վտանգները տեսնում են նաև ակտիվորեն, որ կարող են տարածվել եւ զարգացվել։ Այսպիսով, հարգելի հայրենակիցներ, Հայաստանը այստեղ նշված է, ինչպես ես ձեզ ասացի, բայց Թուրքիան միայն մի դեպքում է նշված, որ կարա հակամարտությունների պատճառ դառնալ, Թուրքիան, Պակիստանը նաև հակամարտությունների պատճառ դառնալ։ Պակիստանը ես ձեզ ասացի, որ նշված է ինչպես միջուկային վտանգ փաստացի, հարգելի հայրենակիցներ, եւ ուրեմն Ադրբեջանը նշված է միայն Հայաստանի համատեքստում, ուրիշ այդտեղ համատեքստ փաստացի չկա, եւ դա նաև շատ կարևոր եւ նշանակություն ունեցող այսպիսի զարգացում է։ Ընդհանուր առումով կարծում եմ, որ այս մեր վերլուծությունը շատ օգտակար էր, փորձեցի կարճ ամփոփեմ, որ հասկանալի լինի, որովհետև մենք սրա մասին միշտ ձեր հետ խոսում ենք տարբեր թեմաների մասին, տարբեր խորությամբ, հիմա անհրաժեշտ չէր իհարկե շատ խորանալ։ Շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, չենք մոռանում հարգելի այրենակիցներ լայքելը, բաժանորդագրվելը, մեկնաբանություններ գրելը եւ անդամակցելը ալիքին։ Կհանդիպենք, ցտեսություն։